Դուք պետք է տեսած լինեք շատ մարդկանց, ովքեր զայրանում եւ տխրում են իրենց դժվարության պահին, ասելով. Ես օգնեցի այն մարդկանց նրանց նեղության մեջ, բայց այսօր նրանք այնքան ապերախտ են, որ նույնիսկ ինձ վրա հայացք չեն նետում։ Իմացեք, որ նման դիտողությունները մտային ստորության չափազանց գռեհիկ դրսևորում են։ Հոգևոր պրակտիկան պետք է որդեգրի հակառակ ընթացքը, ագահության այրող կրակներից ազատվելու համար։ Նա պետք է զարգացնի ուրիշներին տալու անսահման ցանկություն, առանց նրանցից որևէ բան ստանալու մտադրության։ Դուք պետք է հաստատվեք անսահմանության տիրույթում, ջարդելով անհատական եսի կապանքները։ Որտեղ ծառայությունը նպատակ է, մարդիկ պետք է լիովին պահպանեն չափավորության սկզբունքը, ապարիկրահան։ Ձեռք բերելով կյանքի համար միայն խիստ անհրաժեշտ է իրենց եւ իրենց խնամքի տակ գտնվողների համար, իսկ մնացածը ծառայեցնեն տիեզերքի հավաքական բարօրությանը։ Գաղափարին նվիրված մարդը պետք է պատրաստ լինի ուրախությամբ զոհաբերել իր ամեն ինչը, նույնիսկ կյանքը, հանուն հավաքական շահի։ Շնորհակալություն դիտման համար։ Հետևեք մեզ սոցհարթակներում։ Միացեք մեր մեդիտացիայի եւ յոգայի հանդիպումներին ամեն կիրակի 13:00-ին։ Մուտքն ազատ է։